Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցն։ Օվերչուկն իրավիճակը որակել է չափազանց բարդ, ընդգծելով, որ Մոսկվան չի ցանկանում Հայաստանի դուրս գալը միությունից։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Լիտվայի միջև հարաբերությունները բարձրացվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի, նախարարները ստորագրել են երկուստեղ համատեղ հռչակագիր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մինասյանի հանձնարարությամբ ՄԻԲ ներկայացուցիչները այց են իրականացրել ներքին գործերի նախարարության ձերբակալվածներին պահելու վայր Արտուր Օսիպյանին տեսակցելու եւ նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Արտուր Օսիպյանը ՄԻԲ ներկայացուցիչների հետ հրաժարվել է առանձնազրույց ունենալ եւ ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի կողմից իրականացվող հետհակամարտային վերականգնողական աշխատանքները տարածաշրջանում խաղաղության հաստատման ռազմավարության անբաժանելի մասն են։ Ադրբեջանն անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետհակամարտության դադարեցմամբ, նշել է նա։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում բռնկված էբոլա վիրուսի հետևանքով արդեն արձանագրվել է առնվազն 131 մահ, իսկ կասկածելի դեպքերի թիվն անցնում է 513-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածաշրջանի երկրներին, այդ թվում Ռուանդային եւ Նիգերիային, կոչ է արել խստացնել սահմանային սկրինինգն ու համայնքային հսկողությունը։ Մադրիդի Ռեալը պաշտոնապես հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ավագ Դանի Կարվախալի հեռանալու մասին։ Կարվախալը հանդիսանում է ֆուտբոլի պատմության այն եզակի 5 խաղացողներից մեկն, ում հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի 6 գավաթ, իսկ Ռեալի կազմում նրա տիտղոսների ընդհանուր քանակը հասնում է 27-ի։